այդ անունը իշխանություն ունի բոլոր անունների վրա։ Ինչ անուն որ կա, որ քեզ տանջում է, դա պրոբլեմի անուն է, դա հիվանդության անուն է, դա սատանայի անուն է, ինչ անուն ուզում է լինի, խոնարհվում են այդ անունները։ Դիրախնար, հավատքով զորացած փառք Տիրոջը, փառք Տիրոջ։ Ես հավատում եմ Տիրոջ անունը կանչելուց արդեն այդ գործերը կատարվում են։ Ինձ միայն փառք տալ։ Փառաբանության ժամանակ ավելի շատ բժշկություններ է լինում, հրաշքներ ու նշաններ է լինում սիրելիներ, թե հոգևոր թե մարմնավոր, փառք Տիրոջը։ Ես մի երկու խոսքով ուզում եմ ամփոփել երեկվա խոսքը, սիրելիներ, այդ ուղղությունները, որ Տիրոջ հոգով տրվում է երիտասարդությանը ավելի հոգևոր կյանքում աճելու, ավելի հաստատվելու Տիրոջ մեջ, ուշադիր լինեն, որպեսզի որտեղ բոլորս էլ բաժին ունենք։ Այստեղ մեկը թող չմտածի եւ որևէ մեկը գերած կշտացած թագավորացի պես չնստի սիրելիներ։ Ինձանից սկսած, բոլորիցս վերջացրած, Տերը մեր բաժինը դրել է։ Տերը օգնի, որ մենք կարողանանք տեսնել, բացվի մեր հոգու աչքերը, վերցնել ու ճաշակել եւ դա մեր է։ Փառք Տիրոջ։ Մենք տեսնում ենք, որ հավատքի մարդիկ, որտեղ հոգևոր կյանքը հավատքի կյանք է, հավատքով է միջոցը սիրելիներ, Աստծո փառքը այդպես է հայտնվում։ Երեք մենք մի փոքր զրուցեցինք, թե այդ ճանապարհը որն է, որով ընթանում են առաջի դարից սկսած եկեղեցու անդամները, եկեղեցին եւ Աստծո փառքի հայտնություն են ունենում։ Ճանապարհ, որը տանում է Հիսուսին, այդ հայտնությանը, Քրիստոս կյանքի հայտնությանը։ Սիրելիներ, ուրեմն խոսքի իմաստը, խոսքի միտքը, եթե դուք միտք եք արել Աստծո խոսքից, հետևյալն է, որ Աստծո խոսքով այսօր ցույց է տրվում այդ ճանապարհը, որը մեզ տանում է Հիսուսին, սիրելիներ, որտեղ հայտնվում է Աստծո փառքը, եւ եթե դու դրա կարիք ունես, ուրեմն Տերը օգնի, որ մեր ուշադրությունը կենտրոնանա, որպեսզի մենք միտք առնենք եւ աղոթքով, հավատքով կարողանանք քայլել դեպի Տերը։ Եվ մենք տեսանք Աստծո խոսքից, սիրելիներ, երեկվա համարը երբաները կարդացել են արդեն Հռոմեացիս 8-րդ գլխի 17 համարը, եթե անոր չարչարանքներին կցորդը լանք, ամոր արքինալ հաղորդը լանք։ Եվ Հակոբոս առաքյալը այդպես իր 4-րդ գլխում ասում է, որ այդ տառապանքի, այդ սուքի, այդ ընթացքի մասին։ Երեք եղել է, ես չեմ ուզում կրկնել եղբայրներ քույրեր, այսինքն եթե մեկը հավատքի է գալիս, ինչ է նշանակում հավատքի գալ։ Եթե մեկի ներսում ընդունված է, որ Հիսուսն է ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը, հավատքի է եկել։ Այսինքն փոխվել է նրա մեջ, հավատքի փոփոխություն է եղել, որ մի ժամանակ ես հավատում էի մարմնի թելադրած կյանքին, հիմա իմ հավատքը փոխվել է, ես հավատում եմ Քրիստոս կյանքին։ Սիրելիներ, եւ երբ որ այս փոփոխությունը լինում է, բնականից սկսվում է այդ ներսի տառապանքը եւ սուքը, ինչու, որտեղ մարդը տեսնում է, որ ինքը մարմնավոր է, որ ինքը ծնվել է մարմնից եւ ունի աթամի ժառանգություն, եւ նրա մեջ հոգեվոր մի նշույլ չկա, տեսնում է իր հոգու աղքատությունը այդ կյանքի նկատմամբ եւ դրանից առաջանում է այդ սուքը, այդ ցավը, այդ հավատքի տառապանքը եւ եթե այս տառապանքն է քո մեջ, դա ուղիղ տանում է Հիսուսին։ Այսինքն դու ծարավ ես ջրի եւ այդ ծարավը խեղդում է քեզ, տեսնում ես, որ քո կյանքը անապատ է, քո ներսում չկա այդ ջրի աղբյուրը, քո ներսում մեղքի աղբյուր կա, կենաց ջրի աղբյուր չկա, բայց կա այդ կենաց ջուրը եւ դու հավատացել ես կենաց ջրին ու քո ներսը ծարավ է կենթանի Աստծուն, ուրեմն քո ներսը փնտրում է իրան եւ եթե դու փնտրում ես
այդ հայտնությունը անհապաղ հաղորդեց լինելու Տիրոջ փառքին, փառք Տիրոջը։ Եվ ինչպես եղբայրները բացատրեցի երեք, կան մարդիկ այսօր հոգևոր կյանքում, որ նորից տառապանքների մեջ են, որը խրշմտանքից է, որտեղ խրշմտանքը եթե մաքրված չի Աստծո խոսքով, նա սխալ կարող է քեզ տանջել։ Չարության համար հանդիմանում է, դա Աստծո դրած օրենքն է, բայց խրշմտանքի լող հանդիմանությունը չի կարող մարդին բերել ապաշխարության։ Պետք է սիրելիներ հավատքից բխի։ Խրշմտանքը, երբ որ մաքրվում է Աստծո խոսքով, այն դա լինում է, դրա գրած է մաքուր խրշմտանքով Աստծո պաշտպան։ Ուրեմն եթե մաքրված չի, ուրեմն կա չմաքրված խրշմտանք, նշանակում է այդտեղ խնդիրներ կան։ Կա վախի տառապանք, տանջանքի ենթակա, նույնպես հավատքից չէ, սիրելիներ, բայց կա բնական, որ մարդը չի սարքում, մարդը չի որոշում դա, մարդկային ուժերից ու ջանքերից չի, դա նրա համար չի, որ ինքը Աստծուն ցույց տա, որ Տեր Աստված, ես այսքան քո համար տանջվում եմ, դե օրհնի, գին չի վճարում, այդ տառապանքը ոչ մի տառապանք չի կարելի գին վճարել օրհնության համար Աստծուն, փրկության համար, բժշկության համար։ Այդ գինը տառապանքի վճարելա միայն Հիսուս Քրիստոսը, մենք պետք է խոնարհվենք, ընդունենք, փառավորենք եւ հավատանք այդ տառապանքին, այդ հաճելության, այդ չարչարանքին, եւ նրա շնորհիվ քո խնդրը կլուծվի ու դու փառավորես Տիրոջ անունը։ Փառք Տիրոջը։ Սատանան աշխատում է, որ Քրիստոսի չարչարանքները նսեմանա հավատացյալի կյանքում։ Հակառակորդը ուզում է, որ խաչը նսեմանա, այդ չարչարանքի զորությունը նսեմանա, եւ մարդը ինքը փորձի գին վճարել։ Բայց մենք մերժում ենք Հիսուսի անունով այդ նորությունները, մենք ընդունում ենք Գողգոթան եւ ընդունում ենք Գողգոթայի վրա կատարվածը, եւ եթե տեսնում ենք նրա բացակայությունը, մեր ներսի տառապանքը միայն նրա բացակայության համար է, ոչ թե որպես գին, այլ որպես հայտնություն լինելու համար է։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Ծառավի տառապանք է, սովի տառապանք է, որ քո ներս, ինչպես Դավիթն ասում է, հոգիս ծառավի է կենդանի Աստծուն։ Եվ այսպիսի մարդիկ, եղբայրներ, քույրեր, հոգևոր կյանքում ինչքան էլ խորացած լինեն, հոգևոր կյանքում ինչպիսի օրհնություններ են ունենան, շատ իրենց այսպիսի մարդիկ, այս հավատքի մարդիկ, հոգևոր կյանքում ինչպիսի շնորհքների են հասած լինեն, հոգևոր կյանքում ինչպիսի պաշտոնների են հասած լինեն, անգամ առաքելական պաշտոնի, ինչպիսի Սուրբ Հոգու պարգևներով են լցված լինեն, ինչպիսի շնորհներով օծված լինեն, քարոզիչ է, երգող է, վերջապես բժշկող է, մարգարե է, թարգմանող է, ինչպիսի Սուրբ գրքում ինչպիսի պաշտոններ եւ պարգևներ գիտեք ամենաբարձր մակարդակի հասած հավատացյալը թեկուզ 100 տարվա այդպիսի մարդիկ, այսպիսի աղոթք են ասում, այդ հավատքի մարդիկ, լսում եք, չէ՞ ուշադրություններ, այդպիսի հավատացյալները, այսպիսի աղոթք են անում։ Եվ այդ աղոթքը այսօր ես լսում եմ մեր շատ հին եղբայրների բերանից, որոնց միջոցով եկեղեցիներ են ծնվել, որոնց միջոցով մեծ գործեր է կատարվել։ Կարծես թե նրանք պիտի խնդրեին, թե հետո ինչ պետք է լինի Տեր մեր հետ, բայց իրանք հիմա աղաչում են, Տեր, Պողոս առաքյալի պես չլինի, իմ միջոցով ամբողջ աշխարհը ապաշխարի, բայց ես հանկարծ պես չմոտովեմ, ոչ թե իմ հետ, այլ ես աղաչում եմ, որ քո ձեռքերը աշխատի իմ մեջ։ Եվ դրա համար ես երկու համար եմ ուզում Սուրբ գրքից ասել, կարդալ սիրելիներ, մեզ շատ ծանոթ համարներ են։ Առաջինը Պողոս առաքյալոց 9-րդ գլուխ, սա Դամասկոսի ճանապարհին Տեր Հիսուսի հանդիպումն է Սավուղի հետ, որը դարձավ Պողոս առաքյալը, 9-րդ գլուխ, սիրելիներ, 6-րդ խոսքի վրա պետք է հիմնական ուշադրություն դարձնել։ Մենք գիտենք, որ Պողոս առաքյալը երկու հարց տվեց. ով ես դու Տեր, եւ երկրորդը կարդում եմ։
անատողալով ու ապշությամբ սավ, Տեր, ինչ կուզես, որ ընեմ։ Սա հատուկ է մարդկային բնության։ Ամեն մարդ մտածում է, որ Աստված իրան կանչել է, որ ինքը մի բան անի Աստծո համար։ Սիրելիներ, ճշմարտությունն է մեզ բժշկելու, ճշմարտությունն է այդ արգելքները քանդելու։ Աստված որևէ մեկի կարիքը չունի, բայց մենք ունենք Աստծո կարիքը։ Դուք մի մտածեք, որ Աստված որևէ մի անձի, եղբայր, քույր, նրա շնորհների, նրա եսի ինչերի կարիք ունի, ինչ էլ որ դու ունես, դա Աստված է տվել։ Եթե պետք լինի Աստված կենդանիներ օգտագործի, ինչպես Ակրավին օգտագործեց Եղիային միս տանելու, հաց տանելու, կամ Վահանի Էշեր մարգարեին դիմանեց մարդկային լեզվով խոսալով։ Աստված սիրելիներ մարդի կարիքը չունի, մենք իր կարիքն ունենք։ Եվ ես հենց սկզբից ուզում եմ այս միտքը փոխանցել, դուք կարող եք նշել մտքերը հայտնություն են, ես այն մանձից չեմ ասում, եւ ինչ որ Աստծո հոգուց կա հայտնված եկեղեցում, եղբայրները հաճախակի ասել են, ես ուզում եմ փոխանցել, Աստված չի կանչել քեզ, որ դու ինչ-որ բան անես նրա համար, բայց Աստված կանչել է քեզ, որ ինքը քո մեջ ինչ-որ բան անի։ Այն մենք դրա կարիք ունենք, Քրիստոսը կառուցի։ Երկնային կյանքը, որից զրկվեցինք աթամով, հիմա վերականգնվի Քրիստոսով։ Ուրեմն այս տրամադրվածությունը, այս սխալ հավատքը արգելք է։ Եվ ահա Պողոս Առաքյալը մանուկ էր, նա նույն Հիսուսին է հանդիպում։ Ինքը մինչև այդ փարիսեցիների համար ինչ-որ բաներ էր անում։ Իրան թվում էր, թե Հիսուսն էլ նրանցից մեկի պես է։ Դու ինչ ես ուզում որ անեմ քո համար, Տեր։ Հիսուս այստեղ չի պատասխանում, ասում է մտի քաղաքը քեզ կասեմ։ Եվ մենք տեսնում ենք, որ Տերը լցնում է, նա լցվում է Սուրբ Հոգով։ Մենք տեսնում ենք նրա գործունեության ընթացքը Դամասկոսում Քրիստոս է քարոզում։ Մենք տեսնում ենք Աստծո գործերը Պողոս Առաքյալի հետ։ Եվ երեք եղբայր այդ Գործք առաքելոց 15-րդ գլխում հավաքվում են, երբ որ Երուսաղեմում եւ առաքյալները պատմում են, թե Աստված իրաց միջոցով ինչ է արել հեթանոսների մեջ։ Սիրելիներ, բայց այսօր Սուրբ Հոգի մեր ուշադրությունը գրավում է, այստեղ չկա մեկը, անգամ եթե մեկը նորը, այստեղ չկա մեկը, որի հետ Աստված ինչ-որ գործ կատարած չլինի։ Այ որ հնարություն տվի բոլորս էլ գլկային։ Չկա մեկը, որի հետ Աստված հրաշք գործ կատարած չլինի։ Եվ հավատացեք, աշխարհում է չկա այդպես մարդ։ Այդպես մեկը չկա, որ Աստված նրան մոտեցած չլինի, նրան արհամարած լինի, նրան մոռացած լինի։ Սիրելիներ, բայց այսօր շատ կարևոր է, որ ոչ թե Աստված քո հետ ինչ է արել, այլ Աստված քո մեջ ինչ է արել։ Եթե Աստված դեռ քո ուշադրությունը դրա վրա է, թե Աստված քո հետ ինչ է արել եւ հիմա ինչ պետք է անի, դա դրսի գործեր է։ Բայց Աստված իմ մեջ դա դրսի գործ է։ Սիրելիներ, եթե Աստված քո հետ ինչ հրաշքներ անի, բայց եթե քո մեջ Աստված գործ չանի, դու մնալու ես ճանապարհի կեսին։ Սիրելիներ, Եդեմի պարտեզից սկսած, հենց առաջի ադամից սկսած եւ մինչեւ այսօր շատերը մնացին ճանապարհի կեսին։ Ինչու՞։ Աստված Ադամի համար շատ բարեր արեց։ Աստված Ադամի հետ շատ գործեր արեց, բայց որ արդեն Ադամի մեջ պետք է աներ, գնալ ծառին ճաշակելով, ներսում պետք է գործը գնար, այլ երբ որ սա չեղավ, Ադամը մնա ճանապարհի կեսին։ Եվ այսօր նույն պրոցեսը շարունակվում է։ Սուրբ գրքում, ովքեր որ դուք ճանաչում եք, որ ճանապարհի կեսին է մնացել, բայց իրանց հետ շատ հրաշքներ կատարվել, դա նշանակում է, որ իրանց ներսի գործը առաջ չի գնացել։ Ես մի ժամանակ զարմանում եմ մեր օրերի մեջ, ես հիշում եմ, որ ես նոր հոգի էի, ինչպիսի եղբայրներ, քարոզիչներ,
դեռ կոմունիստների այդ հալածանքների բանտերի ժամանակ եղբայրները կային գիշեր ու ցերեկ շրջում էին եւ նրանց միջոցով եկեղեցին լցվում էր եւ իրանց աղոթքները զորավոր էր բժշկություններ ու հրաշքներ են կատարվում բայց անկարծ այդպիսիներ այսօր ճանապարհի կեսին են մնացել եկեղեցում չեն կամ շատերներ եկեղեցուց մոլորվել են գնացել են մոլորության հետևից ինչու շատ զարմանալի է ասում են դեր դու իրանց հետ այդքան գործել ես բայց բանից բարձվում է որ եւ այդ եղբայրները շատ էին վկայում թե Աստված իրանց հետ ինչեր է արել բայց չէին վկայում թե Աստված իրանց մեջ ինչ արել ես տեսնում եմ որ ես էլ որևէ մեկից լավը չեմ եւ այսօր Սուրբ Հոգու ձեռքերը իմ մեջ աշխատի եւ չկառուցվի հոգեվոր շինարարությունը եւ իմ ուշադրությունը միայն լինի դրսի գործերի վրա թե Աստված իմ քարոզները լրիվ օրհնի իմ ծառայությունը օրհնի ամեն հրաշքները կատարվի եւ ես միայն սրանով ուրախանամ ես որևէ մեկից լավը չեմ ես մնալու եմ ճանապարհի կեսին